Այս իշխանությունը ունի մի յուրահատկություն։ Ժողովրդի նկատմամբ արել է սարսափելի բաներ եւ մարսել։ Եվ իմ տպարությունը այնպեսին է, որ իրենց թվում է, թե կարող են թքած ունենալ ամեն ինչի վրա։ Եվ եւս մարսել։ Ինձ համար օրինակ շոկ էր, երբ պատերազմում պարտված երրաբոլորը երրապատկած քաղաքական ուժը եւ առաջնորդը վերընտրվում է։ Իրենց համար սա այս ազդակը ուրիշ էր։ Կարելի է ինչ ասես անել եւ մարսել։ Հիմա հենց այդ նույն ձևը անում են։ Հիմա նույն ձևը անում են։ Իրենք թքած ունեն մեր քաղաքացիների այդ ստեղծված խնդիրների վրա, որոնք ուղղակի հետևանք են այս կոնֆլիկտի, Իրանում թքած ունեն ամեն ինչի վրա։ Կա նախընտրական ինչ-որ մի ժամանակահատված, մտել են դրա մեջ, իրենց համար նախապատվությունը դա է, որովհետև աթոռ պահելու խնդիր կա, անում են սա եւ մտածում են հետո մի բան կօրինենք, մի բան կասենք, մեր ժողովուրդը կմարսի։ Եվ տեղ ունեն այդպես մտածել։ Անհիմն չի, այսպես ասենք, այդ վարկագիծը անհիմն չի։ Բայց չէ, շատ է փոխվել, պարոն նախագահ, մարդկանց տրամադրվածությունը շատ է փոխվել։ 21-ից հետո էականորեն փոխվել, այսինքն չնայած այդ թքած ունենալու վարկագիծը իրանք շարունակում են, բայց շատ մեծ է էֆեկտը էլի մարդկանց հակազդեցության։ Հիմա շատերը վախենում են խոսեն բան, բայց ընդհանուր մթնոլորտը էականորեն փոխվել է իրանց նկատմամբ։ Հարցումներով երևում է դա։ Թեկուզ հիմա այլ հարցումները դարել են ոչ թե տրամադրությունները չափելու գործիք, այլ դարել է տրամադրությունների վրա ազդելու գործիք։ Հա, այսօր մեկն էլ հրապարակվեց, չգիտեմ տեսել եք թե չէ։ Մի խայտարակություն։ Մենք հարցում ենք արել փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում աղերս չունի այս հարցման հետ։ Ու մեր հարցման ոչ թե մենք ենք արել, սոցիոլոգիայի մասնագետներ ենք պատվիրել եւ ասեմ 2400 ռեսպոնդենտով։ Այդպիսի մեծ քանակով մարդկանց հարցում Հայաստանում շատ վաղուց ոչ մեկը չի արել։ Կապ չունի այն հրապարակման հետ, որ այսօր ուղղակի առաջացել։ Պրոբլեմ է սա։ Բայց այս իշխանությունը այդ տեսանկյունից լկտիանալու իսկապես առիթներ ունի։ Դե մենք էլ չենք խափում, պարոն նախագահ։ Նայեք, չխափելը օրինակ իմ պարագայում իմ ամենից ուժեղ կողմն է, երբ ես իշխանության եմ եղել։ Չխափել։ Դուք չեք գտնի որևէ մի խոստում իմ նախագահության ժամանակ, որը կատարված չլիներ։ Եվ միշտ ինչ խոստացել եմ, արել եմ ավելինը, որովհետև միշտ ինչ որ բան ինձ զսպել է, հանկարծ չկարողանանք, ավելի քիչ խոստում տանք, ավելի շատ անենք։ Ես խոստում չեմ տվել, որ 6 հապատիկ։ Ես թոշակների պատմությունն եմ այդպես հիշում։ Ես երբեք չեմ խոստացել 6 հապատիկ թոշակների աճ։ Բայց 6 անգամ բարձրացել է։ 6 հապատիկ, ոչ թե անգամ։ Հիմա դա միգուցե ուժ է գործող նախագահի համար, եւ դա իմ ուժն էր։ Պարզվեց, որ չէ։ Անդիմադիր դաշտում դա ոչ թե ուժ է, դա դառնում է